շնորհակալություն հայտնել, որ անձրևից մեզ պատասխանեցի եւ մենք կարող ենք ավելի աշխատանքային պայմաններով մեր հանդիպումը անցկացնել։ Այսօր գիտեք, ես ուզում եմ մի գաղտնիք լսել ձեզ հետ, որովհետեւ նախընտրական քարոզարշավը ըստ էության եւ այս ճամփորդությունը, որը մենք անում ենք ամբողջ հանրապետությունում, Հայաստանի ինքս ինձ համար տեղնագիրը դրել եմ բացահայտել Հայաստանը եւ բացահայտել Երևանը, որովհետեւ շատ կարեւոր է, որ հետեւյալ կա, որ մենք կառավարությունում տարբեր որոշումներ ենք կայացնում, խորհրդարանում, կառավարությունում, տարբեր ռազմավարություններով տարբեր որոշումներ ենք կայացնում եւ մեզ համար շատ կարեւոր է գնալ եւ առերեսվել, թե ի վերջո մեր որոշումները ինչպես են ազդել իրականության վրա եւ այն ուրախությունը եւ այն տոնական մթնոլորտը, որով ուղեկցվում է մեր նախընտրական քարոզարշավը, կարծում եմ կապված է դրա հետ, որ մենք գալիս ենք եւ տեսնում ենք մեր կայացրած որոշումների բարերար արդյունքները։ Իհարկե, գիտեք ինչ, այս որ նման խոսույթով ես հանդես եմ գալիս, որևէ մեկի մոտ տպավորություն չստացվի, թե մենք ասում ենք, որ վերջ Հայաստանում էլ պրոբլեմ չկա, ոչ չի կարող այդպիսի բան լինել։ Մենք պարզապես մենք պրոբլեմների մասին ոչ միայն գիտենք, այլև այդ պրոբլեմների մեջ շատ ենք տապակվել եւ տապակվում։ Հիմա ուրիշ փուլ է, երբ որ գնում ես տեսնում, որ այդ տապակվածի արդյունքում այնուամենայնիվ իրականություն է փոխվել։ Հիմա այսօրվա ինձ համար ամենամեծ նորությունը 44 տրոլեյբուսների ներկայությունն է Հանրապետության հրապարակում, եւ ես հետայաց հիշում եմ այն բոլոր քննարկումները, որ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, ֆինանսների նախարարության, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ ունեցել ենք, որ որոշումն է ճիշտ, որն է ճիշտ, էս անենք, այն անենք, այս ճանապարհով գնանք, այն ճանապարհով գնանք, եւ ես արդյունքում տեսնում եմ, որ ի վերջո քննարկումների արդյունքում ճիշտ պահին մենք որոշումը կայացնում ենք եւ այսօր այդ 45 մեկը խազվել է, հիմա այնտեղ դզում փչում են։ 45 տրոլեյբուսները շատ կենսական անհրաժեշտություն են այսօր, որ մտնեն Երևանի երթուղի, որովհետև այդ Երևանի տրանսպորտային նոր համակարգի, այդ բողոքի ալիքից հետո եկավ գոհունակությունը, բայց այդ առաջին գոհունակությունը սկսում է կամաց նվազել, երբ որ մարդը մի րոպե ավել է ստիպված սպասել, արդեն գոհունակությունը նվազում է 2 րոպե ավել, 3 րոպե ավել, 4 րոպե ավել, էլ չեմ ասում 5 րոպե ավել սպասում է արդեն տրամադրությունը փոխվում է եւ շատ կարեւոր է որ մենք անընդհատ հասցնենք հաջորդ փուլում մենք պլանավորում ենք մեծ որոշումը որը մենք պետք է կայացնենք այդ 200 նստեք բանը չէ՞ ես էլ ձեզ եմ բան Ռոբինյան դուք եկեք ստեղ նստեք 250 ավտոբուսները, որով մենք կարձանագրենք, որ շրջանը փակեցինք եւ հաջորդիվ մենք արդեն կմտածենք սպասարկման վրա, ոնց անենք, որ փոշ չառաջանա, որովհետեւ ինչքան էլ նոր ու լավն են ավտոբուսները կամ տրոլեյբուսները, դրանք մաշվելու են եւ մեր հաջորդ ռազմավարական խնդիրն է չթողել, որ դրանք հասնեն մաշվածության ծայրահեղ աստիճանի, որից հետո, այսինքն հիմա մեր ցիկլը պետք է լինի հետեւյալը շրջանը փակվեց, հիմա այն ամենաառաջի բերած մաշվածները կամաց փուլ պետք է դուրս գան եւ երբեք Երևանցին հասկանեք, Երևանցին այլևս երբեք հուսահատության տրանսպորտ պետք է չտեսնի։ Եվ ես ուրախությամբ եմ արձանագրում, գիտեք, ուրախությամբ եմ արձանագրում սոցիալական ցանցերում մեկ տեսնում եմ, թե ինչպես են հենց իրենք երևանցիները ուղևորց չվճարող ուղևորների հետ կռիվ տալիս, որովհետև հասկանում են, որ այստեղ Ավինյանի ավտոբուսը չի, ոչ էլ Փաշինյանինն է, ոչ էլ որևէ մեկի իրանց ավտոբուսն է։ Սոցիալ հոգեբանության մեջ ամենաշատը այդ պետք է փոխվի։ Ումն է ես այսօր գալիս, որ ասում եմ մեգաֆոնով խոսում եմ, ասում եմ բոլորին հրավիրում եմ
Հանրապետության հրապարակ տեսնելու Երևանի քաղաքապետարանի կամ Երևանի նոր ավտոբուսները, հետո ընթացքում փոխեցի, ասում եմ, տեսնելու ձեր տրոլեյբուսները, տեսնելու ձեր նոր տրոլեյբուսները, սա է ամենակարևոր բանը, այն ինչ որ մենք հիմա տեղի է ունենում հետևյալը, պետության եւ քաղաքացու, համայնքի եւ քաղաքացու միջև դիստանցիայի կրճատումը տեղի ունենում մեծ տեմպերով եւ այդ կրճատումը այսօր տեղի է ունենում։ Իմիջիալը դետել է դիստանցիայի կրճատում, երբ որ մի քաղաքացի գալիս եւ չգիտեմ սուր բաներ ասում կամ վարչապետին կամ քաղաքապետին կամ մեկին, դա է դիստանցիայի շատ կարևոր կրճատում է, որովհետեւ մարդը պետք է իմանա, որ ինքը կարա ասի, եւ մենք բան չենք անում, ճիշտ է, մենք էլ ենք մարդ, երբեմն էմոցիոնալ արձագանք ենք տալիս, բայց ասված որևէ խոսք անհետ չի կորում, որովհետեւ այդ խոսքը մենք մեզ հետ տանում ենք, ծանրութեթև ենք անում, հասկանում ենք ինչն է պատճառը, ինչն ենք մենք սխալ արել, ինչն ենք մենք սխալ բացատրել, ինչն ենք մենք սխալ ներկայացրել, որ քաղաքացուն հարց է երևում այդ դիտանկյունից։ Երեք ազգային ժողովի նախագահը Արմավիրում ելույթ ունեցավ, մի միջադեպ պատմեց, եւ այդ միջադեպը շատ ծանր, ոչ թե ծանր տպավորություն է թողել, ինքը պատմել է ինձ, ասում է, որ քաղաքացի եկել է, մոտեցել է, ասում է, բանը մեղրին դատարկվում է եւ մեղրին դատարկում ենք։ Մինչդեռ մենք օրեր առաջ ենք մեղրիում եղել, ես նախկինում մեղրիում նման տրամադրություն չեմ տեսել, որովհետեւ ես մարդկանց հարցնում եմ, ասում եմ, տրիպի մասին ինչ կարծիք եք, մարդիկ չեն պատասխանում, ծափ են տալիս, որովհետեւ մարդիկ հասկանում են, որ 35 տարի հետո կարող եւ ես մեղրիում ուրիշ բան ասացի, ժողովուրդ ջան, դուք պետք է արձանագրեք, թե ինչա տեղի ունեցել, ինչա տեղի ունենում։ Այն որ մեղրին, որը կարող է ինչ որ մի ժամանակ կար Հայաստանում, երբ որ ասում ենք մեղրի, իր զուգահեռ տագնապային ինչ որ ալիքներ էր առաջանում, ցանկացած տեղ որ ասում ենք մեղրի, տագնապային ալիքներ էր առաջանում, ավարտվել այդ թեման, այլևս որ ասում ենք մեղրին այդ տագնապի ծայրամասից կամ ծայրամասից վերածվել կենտրոնի, այսօր մեղրին բառից բուն իմաստով տարածաշրջանային, չեմ ուզում շատ բարձրագույն ասեմ, համաշխարհային կենտրոն է, բայց եթե պատկերացրեք աշխարհի top լիդերները այսօր մտածում են, որ մեղրիում տեղի է ունենում շրջադարձային իրադարձություն, աշխարհի պետությունները, այսօր աշխարհի ղեկավարները ինձ հետ հաղորդակցում են հետևյալ հարցով, իսկ մենք ո՞նց կարանք մասնակցենք, որովհետև հասկանում են, որ բան է տեղի ունենում, որը ունի շրջադարձային նշանակություն, որը հյուսիս հարավ, արևելք, արևմուտք հաղորդակցությունների համար ունենալու է շրջադարձային նշանակություն։ Եվ այն, որ մենք ասում ենք խաղաղության խաչմերուկ, եւ Երևանյան երկխոսություն ֆորումի ժամանակ էլ ես ասացի, ես բեմ բարձացա մի ուղերձ տալու համար, ընդամենը մի ուղերձ տալու համար։ Ես ասացի ժողովուրդ շատ հետաքրքիր եւ շրջադարձային բան է տեղի ունեցել։ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է։ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է։ Հասկանում եք, Հայաստանը նույն կոորդինատների վրա է, ինչ որ եղել է վերջին 100 տարում։ Հայաստանի Հանրապետության մասին է խոսքը։ Բայց մեր ընկալումը միշտ եղել է այն, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը ահավորված է, Հայաստանի աշխարհագրական դիրքը խայտառակված է։ Բայց տեղի ունենում Հայաստան Եվրամիություն գագաթաժողովը առաջինը պատմության մեջ եւ Եվրամիության հանձնաժողովի նախագահ ինձ հետ հանդիպումը սկսում է մի հետեւյալ նախադասությամբ. Հայաստանի Հանրապետությունը բառացի եմ թարգմանում, ինքը անգլերեն նստած է արևելք արևմուտք ամենակարճ ճանապարհի վրա։ Եվ ես այդ պայն հասկանում եմ, որ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է եւ Հայաստանի Հանրապետությունը ծայրամասից վերածվել կենտրոնի։ Հայաստանի Հանրապետությունը ծայրամասից վերածվել կենտրոնի եւ ես ձեզ շնորհավորում եմ այս դարակազմիկ իրադարձության առիթով։ Ես այսօր չհասցրեցի երեկոյան ես առաջիկայում բան կանենք, կադաստրի կոմիտեից մենք կհանենք, որովհետև մենք տեսնում ենք անշարժ գույքի գները։ Եվ մենք չնայած մեղրեցիներից ես խոսացի եւ իրանք ասցին, որ առնվազն 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո
Մեղրիում անշարժ գույքի գները առնվազն 50%-ով ավելացել են։ Մեղրիում հողի, թե տան եւ այլն 50%-ով ավելացել են։ Այդ քաղաքացին, որ մոտեցել են ազգային ժողովի նախագահին, ասել էր, որ գիրանցը դատարկվում է, մարդիկ վախենում են իրենց տներից դուրս գալ։ Ես էլ եմ ասում, ժողովուրդ ջան, ես ինքս տասնյակ խմբերի ուղեկցել եմ դեպի գիրանց, բայց կարող է մարդիկ մտածեն վարչապետը այց է անում եւ վարչապետի այցի առիթով այնտեղ կյանքի սցենարը փոխվում է։ Ես բոլորին խորհուրդ եմ տալիս գնալ գիրանց։ Եթե դուք կտեսնեք, որ այսօրվա գիրանցը եւ 2023 թվականի գիրանցը կիլոմետրերով իրար հեռու են եւ կիլոմետրերով շարժվել է գիրանցը ծայրամասից դեպի կենտրոն։ Այսօր գիրանցը անվտանգ քան երբևէ, խաղաղը ավելի քան երբևէ, զարգացածը ավելի քան երբևէ։ Գիրանցում նախկինում եղել է մոտավորապես թվեր էլի ճշգրիտ չեմ կարող կներեք հիշել, բայց ես մոտավոր կարգերը կարամ հիշեմ։ Այնտեղ եղել է մոտավորապես 90 քանի տուն, 90-95 կամ գուցե 100 տուն։ Այսօր գիրանցում մոտավորապես նախկին իրաչափի 50%-ի չափի տներ են կառուցվում։ Եվ սա կարևորագույն նորություն է։ Եվ ես ուրախությամբ իհարկե ես երբեք անհամեստություն թույլ չեմ տալիս։ Եվ 3400-ից ավել սահմանամերձ բնակավայրերում կառուցվում են տներ։ Նոր թաղամաս է։ Եվ ես էլի տրամադրությունս լավա կներեք ինձ անհամեստ այդ բանի համար։ Իմ շրջագայություններում ես վերջի ես իմացա, որ հանրապետության տարբեր գյուղերում հայտնվում են թաղամասեր 16 միլիոնի ծրագրերով, որոնց ժողովուրդը ասում է Նիկոլի թաղը եւ դա մեծ պատիվ եւ հպարտություն է ինձ համար եւ բայց մարդիկ չեն տեսնում, դա տարբեր տեղեր են։ Ես դες ավելին ասեմ, ես հիմա խոսքի Հայաստանի մասին եւ իմիջիայլոց բոլոր սահմանամերձ գյուղերի մասին, Կապանի մասին։ Գնացեք տեսեք Կապանը նախկինում եւ Կապանը հիմա։ Եվ սուբվենցիոն ծրագրերը, որ Կապանում իրականացվել են, 60%-ը ֆինանսավորել է կառավարությունը, չեմ ասում իրականում 60%-ը չի ֆինանսավորել, իրականում 75-80%-ն է ֆինանսավորել, որովհետև մի կողմից սուբվենցիոն ծրագրով ենք ֆինանսավորում, մյուս կողմից էլ դոտացիաներ ենք տալիս քաղաքին, այդ դոտացիաներով իրանք մասնակցում են համաֆինանսավորմանը, մի կողմից էլ օրենքն ենք փոխել եւ հանքարդյունաբերության ազդեցության գոտում գտնվող համայնքները 2% լրացուցիչ գումարներ են ստանում եւ ըստ էության մենք այսօր բոլոր համայնքներին ֆինանսավորում ենք եւ բոլոր այն համայնքներում որտեղ դիսոնանս չկա, հասկանում եք, մենք այսօր ունենք համայնքներ, որոնց ղեկավարները ցավոք սրտի չեն աշխատել ցույց տալու համար, որ չգիտեմ ինչ ցույց տալու համար, մարդկանց մոտ դժգոհություն առաջացնելու համար։ Բայց ես չեմ հասկանում, ո՞նց կարող է մարդը իր փողոցի վատ վիճակի համար դժգոհ լինել կառավարությունից եւ գոհ լինել համայնքից։ Այդ մարդիկ ուղղակի լավ չեն հասկանում կառավարման համակարգը ընդհանրապես։ Բայց ես ուրիշ բան եմ ասում։ Ես այս ընթացքում արձանագրում եմ, որ հայտնաբերում ենք Հայաստանը, բացահայտում ենք, կներեք, ոչ թե հայտնաբերում, եւ բացահայտում ենք Երևանը։ Վերջին օրերին Երևանի բակերով մեր այցերը այդ մի հատ նոր բան են ինձ համար, նոր մեծ էներգիայի մեծ աղբյուր են։ Եվ ես ուրախ եմ այսօր էլ կենտրոն համայնքում, կենտրոն վարչական շրջանում մտնում ենք բակեր, բոլորովին նոր որակի խաղահրապարակներ։ Այսօր ընդհանրապես մեր ժողովրդի սոցիալ հոգեբանության եւ մտածողության մեջ կա խորհրդային միության ժամանակները համարել զարգացման չափանիշ։ Եվ ես այս շրջագայության ընթացքում հասկացա մի բան, որ օրինակ մենք խոսում ենք դպրոցների մասին, 70 տարվա ընթացքում խորհրդային միությունը 1000-ից ավել դպրոց է ստեղծել Հայաստանի Հանրապետությունում։ Բայց ես ուրիշ բան կասեմ, մենք հիմա այդ նույն դպրոցները, որ 70 տարվա ընթացքում են ստեղծել, մենք պլանավորում ենք առավելագույնը 15 տարում, որ բոլոր իմիջիայլոց ասեմ 300 դպրոց ծրագիրը, որ մենք սկսեցինք, մենք մտածում ենք, որ 300 դպրոց կառուցելով, վերակառուցելով, դե մնացածներն են նորմալ տանելի վիճակում են։
Երբ որ այդ ծրագիրը սկսեցինք ուսումնասիրել, հասկացանք, որ իրականում մեր հանրապետության դպրոցների 90 եւ ավել տոկոսը մենք պետք է 90 եւ ավել տոկոսը փոխարինման ենթակա են։ Եվ մենք առաջի 300 դպրոցի ծրագիրը ավարտելուց հետո սկսելու ենք երկրորդ 300 դպրոցինը։ Ես հույս ունեմ, որ մենք հիմա մեր շինարարության տեմպերը շատանում են։ Ես հույս ունեմ, որ մենք հաջորդ հնգամյակում ավելին կարող ենք անել, բայց ես ձեզ պատասխանատու ասում եմ, տեղն էլ ցույց եմ տալիս, բայց գնացեք Փարաքայլի դպրոցը նայեք։ Եվ թող մեկ ասի, որ խորհրդային միությունում երբևէ խորհրդային միության տարիներին եւ Հայաստանի բազմահազար Ռամիա պատմության մեջ թող մեկ ասի, որ այդ մակարդակի թեկուզ մի դպրոց եղել է Հայաստանում խորհրդային միության ժամանակ կամ դրանից առաջ կամ 2018 թվականից առաջ չի եղել այդ մակարդակի դպրոց Հայաստանի Հանրապետությունում, բայց Փարաքայինը եզակի չի։ Բոլոր այն դպրոցները, որոնք նորակառույց են, բոլորը top մակարդակի աննախադեպ մակարդակի դպրոցներ են։ Բոլոր այն մանկապարտեզները, որոնք նորակառույց են, մենք այդ մակարդակի մանկապարտեզներ նույնպես նախկինում չենք ունեցել։ Մենք այդ մակարդակի խաղահրապարակներ նույնպես նախկինում չենք ունեցել։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ես շատ կարեւոր եմ համարում, եւ մենք շատ մոտ ենք, եթե նախկինում Հայաստանի զարգացման դինամիկայի պիկը մարդիկ համարել են խորհրդային միությունը, հիմա եկելա կամ գալիս այն ժամանակները, երբ որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մեր պետության զարգացման պիկը եւ դինամիկան պետք է համարեն այսօրը, եւ այդ բանը շատ մոտ է, եթե չասենք, որ արդեն մոտեցել է եւ մենք շուտով դա կարձանագրենք։ Չեմ ասում սոցիալական ոլորտը, խորհրդային միությունը համարվել է սոցիալական ապահովության պիկը ընդհանրապես մեր պատմության ունեցած։ Այո, խորհրդային միությունում առողջապահությունը եղել է անվճար, բայց անունով է եղել անվճար, իրականում մենք գիտենք ինչա տեղի ունեցել մաղարիչների ընդարձակ համակարգը, այսօր ես մարդկանց ամենակարևոր բաներից մեկը չի եղել մի բնակավար, չի եղել մի բնակավար, որտեղ մենք կոնկրետ մարդկանց չհանդիպենք, ով մի շաբաթ առաջ, մի օր առաջ, երկու շաբաթ առաջ արդեն իսկ առողջության ապահովագրությունից օգտվել է եւ վիրահատվել է այնպիսի վիրահատություններ ապարել, որոնք արժեն 2 միլիոն, 3 միլիոն, 4 միլիոն։ Երեք ես նայեցի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանում, եթե չեմ սխալվում, 500-ից ավել մարդ պետական բյուջեի հաշվին վիրահատվել է այնպիսի վիրահատություններ, որոնք արժեն 4 միլիոն դրամ եւ ավել։ Հազարավորները 1 միլիոն դրամից ավել վիրահատություններ են տարել։ Տասնյակ հազարավորները 500,000-ից ավել վիրահատություններ են տարել։ Էլի տասնյակ հազարավորները մինչև 50,000 դրամ ծառայություններ են ստացել։ Այս են մարդիկ են, որ քրոնիկ հիվանդություններ ունեն եւ անվճար դեղեր են ստանում կառավարություն պետական բյուջեից։ Բայց շատ կարևոր է նաեւ արձանագրել, որ մարդիկ այդ դեղերի համար նախկինում վճարում էին թոշակից, թե որևէ տեղից մարդիկ կային, որ նախկինում իրանք թոշակի 70% այդ դեղերի համար են օգտագործել։ Այսօր իրանք այդ ստանում են այդ դեղերը պետությունից 20,000 դրամ, 10,000 դրամ բուն թոշակը, 10,000 դրամ հետ վճարը ավելացել է, բայց այս մարդկանց դեպքում ավելացել է նաեւ այն փողը, որ նախկինում իրանք դեղերի վրա են ծախսում։ Եվ շատ 50,000-ի չափ թոշակառուկ է Հայաստանում, որոնց աշխատավարձը 30,000 դրամ եւ ավել դրամով ավելացել է։ Եվ սա սոցիալական հեղափոխություն է Հայաստանի Հանրապետությունում, եւ ես ձեզ բոլորիդ այս սոցիալական հեղափոխության առիթով նույնպես շնորհավորում եմ։ Բայց միևնույնն է, այս ամենով հանդերձ մենք ասում ենք, որ այս բոլոր թեմաները շատ կարևոր են, բայց ամենակարևորը չէ։ Ամենակարևոր թեման, որ այսօր մեր քաղաքական օրակարգում եւ ընտրական process-ը պետք է հանգուցալուծի, այդ խաղաղության թեման է, որովհետեւ մենք ասում ենք, որ Հայաստանի ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Բայց
Սա առաջին հերթին նշանակում է, որ մենք արձանագրում ենք, որ խաղաղությունը հաստատված է Հայաստանի Հանրապետությունում, խաղաղությունի վերջո հաստատված է Հայաստանի ժողովուրդը բազում զրկանքների, զոհերի եւ զոհողությունների գնով ի վերջո հասել է խաղաղության։ Եվ ես ձեզ բոլորիս, մեզ բոլորիս շնորհավորում եմ նաեւ խաղաղության առիթով եւ արժեքապահարեն նաեւ խաղաղության առիթով։ Ու այսօր ժողովուրդ շատերն են կասկածի տակ դնում խաղաղությունը, կա այդ խաղաղությունը, չկա այդ խաղաղությունը, իրական այդ խաղաղությունը, հուսալի է այդ խաղաղությունը, եւ ես մեր 9 ամսական խաղաղությունը միշտ համեմատում եմ 9 ամսական երեխայի հետ։ 9 ամսական երեխան երբ որ ծնվել է, նա կա, նա իրական է, նա մարդ է, նա անհատ է։ Ավելին ասեմ, այն ընտանիքներում, որտեղ 9 ամսական երեխա կա, այդ 9 ամսական երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է։ Եվ այդ ընտանիքի ուրախության եւ երջանկության առիթն է։ Այդպիսին է նաեւ Հայաստանը եւ ամենակարևոր արձանագրումը մենք դա հնդածս հասկացանք, որ այսօր մեր 9 ամսյա խաղաղությունը Հայաստանի Հանրապետության ամենակարևոր ներկայությունն է։ Եվ մենք երբ հասկացանք, երբ որ ես պատկերավոր ասում եմ, փետրվարի վերջին մենք նստեցինք ուրախ ավտոբուսը, այդ ուրախ ավտոբուսով ճամփորդեցինք եւ ի վերջո այդ ուրախ ավտոբուսով հասանք ուրախ Հայաստան։ Մենք տեսնում ենք, որ այսօր Հայաստանը ուրախ է եւ սա դարակազմիկ փոփոխություն է, ինչի առիթով նույնպես այս բոլորից շնորհավորում եմ։ Սա չի նշանակում, սա չի նշանակում, թե մենք մեր որևէ զրկանք մոռացել ենք։ Սա չի նշանակում, թե մենք մեր որևէ տառապանք մոռացել ենք։ Սա չի նշանակում, թե մենք մեր որևէ զոհի մոռացել ենք։ Սա չի նշանակում, թե մենք որևէ զոհողություն մոռացել ենք։ Ընդհակառակը, ես միշտ ասել եմ եւ շարունակում եմ մնալ այդ համոզմունքին։ Ես միտքը առաջին անգամ ասել եմ 2021 թվականի սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում անկախության օրվա առիթով ունեցած ելույթում։ Ես այսօր համոզված եմ, որ մեր նահատակների հիշատակը հարգելու ամենալավ ձևը ունենալ զարգացած, անվտանգ, բարեկեցիկ, միջազգային բարձր հեղինակություն ունեցող Հայաստանի Հանրապետություն։ Իսկ ես այսօր առանց լրացուցիչ համեստության կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ավելի հեղինակավոր է, քան երբևէ։ Մենք այդ Հայաստանի Հանրապետությունը իր այսօր մի քիչ իմ բաներ եմ, ինձ անհամեստություններ եմ ցույց տալիս։ Այս Հայաստանի Հանրապետությունը այսօր ավելի հեղինակավոր է, քան երբևէ։ Ես մենակ առաջարկում եմ, եկեք նայենք, թե 2025 թվականին երկում ձևաչափով ես ում հետ եմ հանդիպել։ Ռուսաստանի նախագահ, Միացյալ Նահանգների նախագահ, Չինաստանի նախագահ, Ֆրանսիայի նախագահ, Եվրամիության խորհրդի նախագահ եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ, Թուրքիայի նախագահ, մեր հարևանների եւ Վրաստան եւ Ադրբեջան։ Եվ այսինքն մի օրացուցային տարվա ընթացքում ըստ էության ես որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար աշխարհի բոլոր top առաջնորդների հետ երկով ըստ էության բոլոր կներեք ցենց անկածված չէ ինչի մյուսների համար, բայց top առաջնորդների մեծամասնության հետ ես երկով ձևաչափով հանդիպում եմ ունեցել եւ մենք քննարկել ենք մեր երկով օրակարգի հարցերը։ Եվ հետեւաբար այսպիսի հեղինակություն ունեցող Հայաստանը մեր զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձևն է։ Եվ խաղաղություն ունենալու եւ խաղաղությանը տեր լինելը էլի մեր զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձևն է։ Բայց նրբությունն է, որ խաղաղությունը 9 ամսյա երեխայի հետ մի այլ զուգահեռ նույնպես ունի։ Ինչ տեղի կունենա 9 ամսյա երեխայի հետ, եթե մենք նրա նկատմամբ խնամք չտանենք։ Նա չի ապրի պարզապես, նա ոտքի չի կանգնի։ Եվ հետեւաբար ինչպես 9 ամսյա երեխան, այնպես էլ 9 ամսյա խաղաղությունը մեր բոլորի խնամքի կարիքը ունի։ Այսօր կան քաղաքական ուժեր, ովքեր ասում են, որ մենք պետքա չէ երաշխավորներ ունենանք եւ այլն եւ այդպես շարունակ։ Երաշխավորների թեման իրականում շատ զգայուն թեմա է մեզ համար, ինչու, որովհետեւ երբեմն մենք մոռանում ենք, որ մենք այդպիսի ռեժիմում ապրել ենք, երբ որ մենք ունենք պայմանագրային դե յուրե պարտադիր իրավական ուժ ունեցող պայմանագրային բազա, երբ որ մենք ունենք անվտանգության երաշխավորներ,
ովքեր պետք է պահեն մեր անվտանգությունը, բայց այդ անվտանգության երաշխավորներից մեկը ըստ էության շատ բաց եւ թափանցիկ հայտարարություն արեց պաշտոնական այցով Բաքվում գտնվելու ժամանակ, խոսքը Բելարուսի նախագահի մասին է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստական աշխատանքներից։ Այդ մարդը մեր անվտանգության երաշխավորներից մեկն էր, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։ Եվ գնալ ամեն անգամ նույն փոստի վրա կանգնել պարզապես չի կարելի։ Մենք ասում ենք, մենք ի վերջո պետք է հաղթահարենք այն ցիկլը, երբ որ մեզ թույլ ենք տալիս, որ ուրիշները օգտագործեն ուրիշների դեմ եւ դեն շփրտեն։ Մեր պատմության մեջ սա դառել է մի հատ խայտառակ ցիկլ։ Երբ որ ամեն անգամ մենք թույլ ենք տալիս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ եւ այդ օգտագործելուց հետո դեն շփրտեն։ Այս է ամենակարևոր պատմական փոփոխությունը, երբ որ մենք արձանագրել ենք, որ թույլ չենք տալու այլևս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ եւ դեն շփրտեն։ Ու այստեղ անհարգալից ոչ մի բան չկա որևէ երկրի եւ որևէ սուբյեկտի նկատմամբ, որովհետեւ նա ով սա համարում է անհարգալից, պետք է մեզ ասի, չէ, դուք պետք է թույլ տաք, որ մենք ձեզ օգտագործենք ուրիշների դեմ եւ վերջում դեն շփրտենք։ Որևէ մեկը կա, որ մեզ հարաբերությունների այսպիսի պայման առաջարկում, չի կարող մեզ հարաբերությունների այսպիսի պայման առաջարկվել եւ չի առաջարկվում։ Իսկ երաշխավորների մասին խոսակցությունը ես ուղիղ ինձ համար ասոցացվում է հետեւյալի հետ, որ պատերազմի երրագլուխ կուսակցությունը մեզ ասում է, գիտեք ինչ, մենք չենք կարա այդ մեր 9 ամսյա երեխայի նկատմամբ հոգ տանենք։ Եկեք իրան հանձնենք ուրիշի խնամքին, եկեք իրան հանձնենք որբանոց։ Մենք ասում ենք, չէ, թույլ չենք տալու, որտեղ այս խաղաղությունը իրոք բառից բուն իմաստով Հայաստանի Հանրապետության ժողովրդի երեխան է։ Ժողովուրդն է ստեղծել այդ խաղաղությունը, որովհետև եթե ժողովուրդը մեզ թույլ չտար գնալ այս ճանապարհով, այս խաղաղությունը չէր ստեղծվի։ Մենք ընդամենը 2021 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավից սկսած լսել ենք ի վերջո թե ինչա խոսում ժողովուրդը։ Ժողովուրդը ուրեմն մեր բազմահազարամյա պատմության մեջ միշտ եղել է այսպիսի մի կոնտեքստ։ Մեր բոլոր էլիտաները միշտ մտածել են, թե ժողովուրդը բան չի հասկանում եւ իրանք պետք է որոշեն, թե որն է ճիշտը եւ որն է սխալը։ Սա իներցիա է եղել եւ մենք էլ այդ իներցիայի մեջ ենք եղել։ Մենք այդ իներցիայի մեջ ըստ այդ մենք այդ իներցիան հաղթահարելու process սկսել ենք 2018 թվականին, բայց մինչև 2021 թվականը մենք լիարժեք այդ իներցիայի մեջ ենք եղել։ 2021 թվականի նախընտրական քարոզչությունն է, ես էլի ասում եմ, երբ որ ես մարդկանց շարքերի մեջով անցնում էի, ինձ ցնցեց մի բան, ես հիշում եմ, կարծեմ Եղեգնաձորում էր, մենք կարող ենք ստուգել նույնիսկ, երբ աղել այդ հանդիպումը, երբ տարիքով մի կին ես անցնում ենք կանգնեցրեց, ասեց շնորհակալություն եմ հայտնում, ասի ինչի համար, ասեց, որ նոյեմբերի 9-ի այդ թուղթը ստորագրել է, ասի ես էլ անկեղծ, ասի մայրիկ ջան, ասեց, Հայաստանը ամբողջ ինձ դավաճան է համարում, որ ես այդ թուղթը ստորագրել եմ, դու ինչ շնորհակալություն ես հայտնում, ասեց, հա, ես քեզ շնորհակալություն եմ հայտնում, որովհետև այդ թուղթը ստորագրելով դու 25,000 զինվորի կյանք ես փրկել, որոնք շանս չէին ունենալու, եւ հետո այս տրամաբանությունը շարունակեց։ Այս խոսակցությունը ինձ համար շրջադարձային նշանակություն է ունեցել, մի քաղաքացու հետ փողոցում ունեցած խոսակցություն։ Եվ դրանից հետո նախընտրական հանդիպումները, որ սկսեցին մարդիկ գալ, կանայք, հիմնականում տարիքով կանայք շարքերի միջով անցնելով անդադ խաղաղություն, Եվ այսօր մեզ ճիշտ են ասում ընդդիմադիրները, որ ասում են ձեր նախընտրական ծրագրում ուրիշ բան է գրած, ճիշտ են ասում։ Մենք նախընտրական ուրիշ ծրագրով մտել ենք, ընտրարշավ, ուրիշ ծրագրով դուրս ենք եկել։ Եվ այս է պատճառը, որ նախընտրական ծրագրով, ես ասում եմ, 2021 թվականի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական, դաշնակցական ծրագիր, ինչպես բոլոր կուսակցությունների ծրագրերը։ Բայց արդեն կառավարության ծրագրում, որը օգոստոսին ընդունվել 2021 թվականի օգոստոսին, առաջին միտքը գալիս է հետևյալը՝ արտահերթ ընտրությունների
արդյունքներով ժողովրդի առաջ ստանձնար մեր մեծագույն պարտավորությունը Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է։ Այն ժամանակ դուխներս նույնիսկ չի ելիք եկրենք խաղաղություն հաստատելը։ Նախ երկու պատճառով, որ մենք դա համարել ենք, որ դա ֆանտաստիկայի ժանրից է, երկրորդն էլ մենք այդ անցումը մեզ համարել է ցավոտ։ Այո, մեզ պետք է, եւ սա մեծագույն բառը բանալի բառն է, ինչ նշանակում մեծագույն պարտավորություն։ Սա նշանակում է, որ դրանից ավելի կարևոր բան չկա, եւ մենք գերկենտրոնացած ենք եղել դրա վրա։ Ես հիշում եմ իմ աշխատասենյակում կառավարության եւ կառավարող թիմի ներկայացուցիչների մասնակցությամբ մի խորհրդակցություն։ Ես հրավիրեցի շատ սուր իրավիճակ էր։ Ես հաստ տվի մեր թիմի ներկայացուցիչներին, ասի հավատում եք, որ հնարավոր է խաղաղություն հաստատել։ Եվ մեծամասնությունը ասեց, չէ, չենք հավատում։ Որտեղ չենք պատկերացնում այս իրավիճակում ինչ պետք է լինի։ Ոչ մի փաստակ, կռվան չկա, որի վրա մենք հենվենք եւ հավատանք խաղաղությունը։ Ես իրանք ասի հետեւյալը։ Ասի, եթե չկա այդ փաստարկը, մենք պետք է ստեղծենք այդ փաստարկը, որովհետեւ ուրիշ տարբերակ չկա։ Որովհետև մենք արդեն ստանձնել ենք մեր ծրագրով, մենք պետք է այդ խաղաղ զարգացման դարաշրջանը բացենք։ Եվ այդ խաղաղ զարգացման ոչ միայն հիմա արդեն չենք ասում խաղաղ զարգացման դարաշրջանը բացվել, եւ մենք ասում ենք խաղաղությունը հաստատված է։ Եվ մենք կտրականապես դեմ ենք պատերազմի եռագլուխ կուսակցության խոսույթին, թե եկեք մեր 9 ամսյա երեխային հանձնենք որբանոց։ Ոչ, մենք չենք թողնելու խաղաղությունը. Կամ գիտեք, ես որ ասում եմ մենք, եկեք ես մենք ես խոսում եմ որպես քաղաքացի, բայց ավելի լավ է ասեմ հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է որոշի ինքը որքա թողում խաղաղությունը, թե այնուամենայնիվ վերականգնում խաղաղությանը։ Եվ մեր կոչը, մեր խնդրանքը, մեր ակնկալիքը այն է, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ կանգնեք խաղաղությանը։ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ գործեք հետեւյալ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք որովհետեւ պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը Երևանին Հայաստանի Հանրապետությանը կարգնահատակների եւ Դելա որքան ծապտվիկ մի բան էլ Ուրեմն ես իհարկե շատ կարևոր է մի բան շատ կարճ եմ ասելու, չէ, կարիք չկա դուրս են գալիս։ Շատ կարևոր է արձանագրել, ես տեսնում եմ, որ ժամ երկրում իրադրությունը փոխվում է։ Երկրում իրադրությունը փոխվում է եւ ոնց որ թե հարցը թե ինչ արդյունքներ են ունենալու ընտրությունները կամած սկսում է դուրս գալ, որովհետեւ ընտրությունները արդյունքները դառնում են շատ կանխատեսելի։ Բայց այստեղ է որ առաջ է գալիս ամենամեծ ռիսկերից մեկը, որ որևէ մեկը մտածի, թե քանի որ երկրում սենց մթնոլորտ է, ուրեմն իր ձայնը այդքան էլ կարևոր չի։ Ես էլի ուզում եմ ընդգծել, որ առաջիկա ընտրությունների խաղաղության, պետության, ապագայի ճակատագիրը կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց եւ ով այդ մեկ մարդը, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ելոք այդ մեկ մարդկանցի ով ներկայացողներ պատասխի, ով ներկայացներ պատասխի, ով ներկայացներ պատասխի, ով ներկայացներ պատասխի, ով պատասխի, այ հիմա կարող եք կասկած, շնորհակալ եմ։ Անդրեաս
Merci շատ։ Լեոն ջան, Արմեն ջան, լիստը տուր։ Մի հատ կտակ։ Պարոն վարչապետ ջան, մի հատ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար